Տիկին Անդրեասյան, քանի որ նաև ՄԿ ոլորտի հետ կապված բան կա, փաթեթում քաղաքացուց հարց ունեմ, քաղաքացին հարցնում է արդյոք ոլորտի ոլորտում աշխատավարձերի բաշխման ընթացակարգերի մասին արդյոք տնօրենի ամբողջական հայեցողությամբ, թե որքանն է տնօրենի ամբողջական հայեցողությամբ եւ որքանն է կարգով սահմանված եւ պարտադիր մաս, ըստ երևույթին քաղաքացին խնդիր ունի իր հաստատությունում իր տնօրենի հետ, բայց ցավոք չի նկարագրել խնդիրը, այլ այս հարցն է ուղղել, եթե կարելի է այս թեմայով խնդրում եմ բարձրաբանում Իսկ աշխատավարձներն էլ միասնական դառնում է, Արդյոք ՄԿ ոլորտում աշխատավարձերը ըստ հաստիքացուցակի են բաշխվում եւ որքանով են դրանք տնօրենի հայեցողության մաս, ըստ երևույթին ինչ-որ տարբերություն պատահել ինչ-որ դրվագում ինչ-որ քոլեջում։ Դրույքաչափերը կարող են տարբեր լինել մի քոլեջից մյուս քոլեջ, կարող է այդպես լինել, կախված եւ մասնագիտությունից եւ պաշտոնի առանձնահատկություններից։ Գիտեք, որ 2024 թվականին մենք ընդունեցինք մասնագիտական կրթության եւ ուսուցման նոր օրենքը եւ դրանից բխող բավականին մեծ ծավալի ենթաօրենսդրական ակտերի վրա ենք աշխատում, դրանցով նաեւ կարգավորվելու է պաշտոնների նկարագրերը եւ ֆինանսավորման կարգը, նոր կարգն է առաջիկայում շրջանառության մեջ դրվելու, որով նաեւ քոլեջների ֆինանսավորման ավելի միասնականացում կարվի, ստանդարտացում կարվի, ինչ վերաբերում է աշխատանքի վերցնելու ընթացակարգերին, մանկավարժական աշխատողների համար գործում է մրցույթի կարգ, եթե ոչ մանկավարժական աշխատող է, այստեղ այո կարող են լինել այլ ընթացակարգեր, բայց Տիկին Ղազարյան, եթե դիմողը ավելի կոնկրետություն ու փաստական որոշ հանգամանքներ թեկուզ նախարարություն գրավոր դիմելով կամ ձեր միջոցով փոխանցի, փորձենք կոնկրետ իրավիճակը դիտարկել եւ հասկանալ արդյոք ամբողջությամբ իրավական դաշտում տեղավորվում է գործողությունները, թե ոչ։ Որ մասնագիտականը դրանում գրեթե համոզված եմ, այսինքն մանկավարժականա, որովհետև նախորդիվ այս քաղաքացին ատեստավորվելու հետ կապված հարցեր ուղղել, բայց մի հատ երևի ճշտող հարց կամ հստակեցնող հարց նույն քոլեջի մեջ, նույն հաստիքով աշխատող, որովհետև իմ տպավորությամբ խնդիրը նմանատիպ է, նույն ժամերով աշխատող մանկավարժների աշխատավարձը կարա տարբեր լինի։ Կարող է լինել կախված ստաժից, կախված կրթական աստիճանից եւ նաեւ կախված օրինակ գիտական աստիճանում։ Բայց ոչ հայեցողաբար։ Սովորաբար դա լինում է խորհրդի կողմից հաստատված որոշակի ընթացակարգով, սովորաբար։ Դա արտացոլվում է հաստատության տարիֆիկացիոն մատյաններում, որտեղ որ երևում է նրանց դրույքաչափերը, բայց պետք է ասեմ, որ կարող են ոչ էական, բայց տարբերություններ կարող են լինել, այսինքն ավելի երկար ստաժ ունեցողը մի փոքր ավելի բարձր ստանա կամ օրինակ եթե կրթությունը բարձրագույն է, ոչ թե միջին մասնագիտական, ավելի բարձր վարձատրվի, նման տարբերություններ ոչ էական հնարավոր են քոլեջներում։ Իսկ ինձ պատկերացնում եմ, որ մենք սահմանում ենք գոնե նվազագույնը դրույքաչափի շեմը, մնացածը կախված է, կարող է լինել հայեցողություն, բայց դե հայեցողությունն էլ հասկանում եք, այդ հայեցողության ընտրության մեջ էլ այդ հայեցողությամբ ընտրվածները պետք է հավասար լինեն, այսինքն եթե հայեցողությամբ որևէ մեկին այլ դրույքաչափ է, ուրեմն հավասարաչափ պայմաններով այլ անձի դեպքում ինքը պետք է հավասար լինի։ Ամեն դեպքում դա տարիֆիկացիոն մատյաններով դիտարկելու եւ ստուգելու բան է եւ տվյալ անձը ամբողջությամբ կարող է իրեն հետաքրքրող տեղեկատվությունը պահանջել հաստատությունից։